ճարպակալումը այսօր համարվում է հիվանդություն։ Ճարպակալման դեմ պայքարում ամենաարդյունավետ մեթոդներից է հանդիսանում բարիատրիկ վիրահատությունները։ Ունեցել ենք բուժառուներ 200 կիլոգրամ եւ ավելի քաշով, որոնց մոտ առկա են եղել հենաշարժական համակարգի լուրջ խնդիրներ։ Առողջ սնունդը եւ ֆիզիկական ակտիվությունը մնում են հիմքային, սակայն հաճախ միայն դրանք բավարար չեն։ Միջին եւ կրտսեր բուժազնակազմը գիտեն ինչպես պետք է նախավիրահատական հետազոտությունների ընթացքում բարել հիվանդին եւ հետվիրահատական շրջանում խնամքի բոլոր մանրամասներին նրանք վիրահատում են։ Սկսած պացիենտին վիրահատական սեղանի վրա պարկեցնելուց, դիրքավորելուց, վիրահատական սեղանին դիրք տալուց, մինչև դենավորում, մաշկիկար, պալատ տեղափոխում, քայլել եւ այլն։ Հետվիրահատական բարդությունների կանխարգելման եւ բարդությունների ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է մուլտիդիսցիպլինար։ Եթե դու ուզում ես փոխվես, ուզում ես սիրուն լինես, ուզում ես առողջ լինես, ուրեմն պետք է գնաս այդ քայլին։ Ավելորդ քաշ ունեցել եմ երեխաներից հետո, հղիությունից հետո, աստիճանաբար ավելացել է, դրանից հետո տարել եմ վիրահատություն, որից հետո ավելի է ավելացել քաշս։ Քաշս նպաստում էր իմ անոթների խնդրի վրա, անոթային խնդիրներ էլ ունեմ։ Եվ ամաչում էի նախ առաջին հերթին իմ քաշից, երկրորդը առողջությանս համար շատ վնաս էր։ Փորձեցի նիհարել տարբեր ձևերով, դիետաները չէին օգնում, երբեմն որոշակի քաշ իջնում էի, նորից էլի ավելանում։ Որոշեցի բարիատրիկ վիրահատություն։ Ես ինքս բուժաշխատող եմ, գիտակցելով, հասկանալով դիմեցի բժիշկներին, արեցի վիրահատություն, որից հետո ես բավականին ունեցել եմ քաշի կորուստ։ Մի տարի առաջ եմ արել վիրահատություն, ու շատ շնորհակալ եմ բժիշկներից։ Ես ինձ շատ լավ եմ զգում, առողջությունս բարելավել է մի այլ կարգի։ Ավելորդ քաշս նաև խանգարում էր այն հանգամանքին, որ քայլելուց նաև ես ամաչում էի ամուսնուս կողքից քայլելուց, որ ինքը նիհար բարեկեցիկ տղամարդ, ես կողքից քայլում եմ մի կարելի ասած շատ մեծ քաշով, նույնիսկ տարիքային հարաբերություն շատ մեծ էր երևում, բայց ես փոքր եմ իրանից։ Նախ սկսենք նրանից, որ ճարպակալումը այսօր համարվում է հիվանդություն։ Դա քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է ճարպի ավելորդ կուտակումով օրգանիզմում։ Եվ դա իհարկե շատ մեծ խնդիր է իսկապես, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես է Հայաստանում, համարվում է վիճակագրորեն, որ աշխարհում մոտավորապես 8 հոգուց մեկը ունի այդ խնդիրը, իսկ Հայաստանում թվերն ավելի բարձր են, այսինքն մենք ունենք վիճակագրություն, որ միջինը մոտ 20% բնակչության ունի ճարպակալում։ Մի շարք ստամոք ծաղիկային խնդիրներ ավելի հաճախ են հանդիպում ճարպակալումով մարդկանց մոտ։ Եվ դա ամենատարածված խնդիրներից մեկը դա իհարկե այսպես կոչված գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունն է, որը արտահայտվում է հիմնականում այրոցով, որը շատ մարդիկ ունեն, եւ ճարպակալումը միանշանակ այստեղ ռիսկի գործոն է։ Մյուսը դա լյարդի ճարպային հիվանդությունն է, որը համարվում է այսօր լյարդի թերևս ամենատարածված հիվանդությունը, հաշվի առնելով, որ մենք արդեն հաջողությամբ կարող ենք պայքարել վիրուսային հեպատիտների հետ, հեպատիտ B-ի եւ հատկապես C-ի բուժումը շատ մեծ առաջընթաց է ապրել։ Եվ հիմա արդեն աշխարհում որպես լյարդի հիմնական հիվանդություն առաջի պլան է գալիս հենց լյարդի մետաբոլիկ ճարպային հիվանդությունը, որը սերտորեն կապված է ճարպակալման հետ։ Պետք է անպայման նաև նշեմ, որ մի շարք քաղցկեղներ տարբեր օրգանների դարձյալ ապացուցված ձևով ավելի հաճախ են հանդիպում ճարպակալումով մարդկանց մոտ եւ դրանցից է մեր ոլորտից հաստաղիքի քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի քաղցկեղը, որոնց համար ճարպակալումը եւս մեկ ռիսկի գործոն է։ Էնդոկրինոլոգի ներգրավումը կարևոր է ճարպակալման բուժման մեջ, հատկապես երբ որ քաշի աճը արագ է կամ անհասկանալի, երբ ստանդարտ մոտեցումները արդյունավետ չեն, կամ եթե առկա են ուղեկցող էնդոկրին հիվանդություններ, ինչպես օրինակ շաքարային դիաբետ կամ վահանաձև գեղձի հիվանդություններ, կամ եթե առկա են հորմոնային խանգարումներին բնորոշ կլինիկական նշաններ։ Բացի այդ, էնդոկրինոլոգի մասնակցությունը անհրաժեշտ է դեղորայքային կամ վիրահատական բուժման քննարկման դեպքում։ Ճարպակալման բուժումը մուլտիդիսցիպլինար է։
Առողջ սնունդը եւ ֆիզիկական ակտիվությունը մնում են հիմքային, սակայն հաճախ միայն դրանք բավարար չեն։ Դեղորայքային բուժումը, հատկապես աղեստամոքսային հորմոնների վրա ազդող միջոցները կարող են օգնել կարգավորել ախորժակը եւ նյութափոխանակությունը, սակայն որոշ բուժառուների համար կարող է բարիատրիկ վիրահատությունը լինել ամենաարդյունավետ տարբերակը։ Վիրահատությունից առաջ էնդոկրինոլոգը օգնում է գնահատել հորմոնային խանգարումների եւ մետաբոլիկ ռիսկերը, ըստ անհրաժեշտության իրականացնում է շտկումներ, իսկ վիրահատությունից հետո օգնում է պահպանել հորմոնների եւ վիտամինների բալանսը, ինչպես նաև քաշի նվազեցման երկարատև պահպանմանն է օգնում։ Ամփոփելով ուզում եմ նշել, որ ճարպակալումը առողջապահական խնդիր է եւ դուք արժանի եք մասնագիտացված բժշկական օգնության։ Իսկ ճիշտ աջակցությամբ եւ անհատականացված բուժմամբ հնարավոր է հասնել առողջության զգալի եւ երկարատև բարելավման։ Բարիատրիկ վիրաբուժությունը բժշկության այն բնագավառն է, որի հետ առնչվում է միանգամից մի քանի մասնագիտական ուղղություններ։ Այստեղ կարևոր նշանակություն ունեն եւ վիրաբուժությունը, եւ գաստրոենտրոլոգիան, եւ դիետոլոգիան, հոգեբանությունը, ինչպես նաեւ էնդոկրինոլոգիան։ Եվ այս բոլոր մասնագետների մասնակցությունը նախավիրահատական նախապատրաստմանը եւ վիրահատվածի հետ վիրահատական վարման ընթացքին շատ կարևոր է։ Մեր կլինիկայում տարեկան կատարվում են 100-ից ավելի բարիատրիկ վիրահատություններ։ Եվ այս բոլոր բուժառուների նախապատրաստման ընթացքում այս մասնագետների մասնակցությունը շատ կարևոր է։ Կարևոր է այս աշխատանքում նաև անեսթեզիոլոգների, ինտենսիվ թերապիայի մասնագետների, գործիքային ախտորոշման մասնագետների կատարած աշխատանքը, մասնավորապես ճառագայթային ախտորոշման մասնագետների, էնդոսկոպիայի ծառայության, լաբորատոր դիագնոստիկ ծառայության աշխատանքը անգնահատելի է։ Քանի որ մենք այս ամբողջ թիմային աշխատանքի արդյունքում ենք կարողանում պատկերացնել, թե ինչ վիճակում է գտնվում բուժառուն, ցուցված է արդյոք նրան բարիատրիկ վիրահատությունը, իսկ վիրահատությունից հետո ինչպիսի ընթացքով նա պետք է գնա։ Նրանք գտնվում են մեր հսկողության տակ շաբաթների ամիսների ընթացքում եւ պարբերաբար խնդիրների առաջանալու դեպքում նրանք մեզ դիմում են եւ մենք նրանց հետ քննարկում ենք այդ հարցերը։ Մեր կլինիկայում կատարվում են բարիատրիկ վիրահատությունների սլիվ գաստրեկտոմիան, որի դեպքում կատարվում է ստամոքսի երկայնակի մասնահատում, ստամոքսի մոտ 70-80% հեռացվում է։ Արդյունքները գոհացուցիչ են, մեծ մասը վիրահատվածների ունենում են քաշի կորուստ, ավելցուկային քաշի մինչև 60-70% չափով, որը թույլ է տալիս նրանց ավելի ակտիվ սոցիալական կյանք վարել, աշխատանքի ընթացքում նրանց խանգարող այդ գիրությունը անցնում է, վերանում է եւ բացի դրանից տարբեր ուղեկցող հիվանդությունների առումով դիտվում է վիճակի թեթևացում։ Մեր կլինիկայում բարիատրիկ վիրահատություններ կատարվում են 6 վիրաբույժներ եւ մեր բուժ անձնակազմը նախապատրաստված է այդ աշխատանքի համար, միջին եւ կրտսեր բուժանձնակազմը գիտեն ինչպես պետք է նախավիրահատական հետազոտությունների ընթացքում վարել հիվանդին եւ հետվիրահատական շրջանում խնամքի բոլոր մանրամասներին նրանք տիրապետում են։ Ավանդաբար բարիատրիկ վիրահատությունների համար ցուցում է հանդիսացել 35-ից ավել մարմնի քաշի ինդեքսը։ Բայց հետագայում փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ միջազգային ուղեցույցերում։ Այժմ մարմնի քաշի ինդեքսի 30-ից բարձր արդյունքը եւս հանդիսանում է ցուցում բարիատրիկ վիրահատության համար։ Մեզ դիմում են, մեր կլինիկա դիմում են տարբեր բուժառուներ, որոնց քաշի ինդեքսը գերազանցում է նույնիսկ 50-ը, եւ այդպիսի մեծ քաշի դեպքում նրանք ունենում են զգալի սահմանափակումներ, ինչպես ֆիզիկական ակտիվության, այնպես էլ աշխատանքային գործունեության ընթացքում։ Քաշի ինդեքսից բացի մենք կարևոր նշանակություն ենք տալիս նաև թե ինչպիսի ուղեկցող հիվանդություններ կան եւ ինչպիսի սոցիալական, աշխատանքային, ֆիզիկական սահմանափակումներ է առաջացրել գիրությունը։ Եվ այս բոլոր տվյալների հանրագումարը մեզ պատկերացում է տալիս վիրահատություն կատարելու անհրաժեշտության մասին։ Մեր կլինիկա բարիատրիկ վիրահատության համար դիմում են առավելապես կանայք։ Նրանք կազմում են բարիատրիկ վիրահատություն անցնող բուժառուների գերակշիռ մասը։ Բայց տարեցտարի ավելանում են այս բուժառուները, նրանց թիվը ավելանում է եւ այժմ մենք ունենք բավականին մեծ հոսք արտերկրից, ինչպես նախկին ԱՊՀ-ի տարածքից, նախկին սովետական միության հանրապետություններից, այնպես էլ Եվրոպայից եւ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Տարբեր հանգամանքների պատճառով արտերկրի մեր հայրենակիցները եւ նույնիսկ այլ
երկրների քաղաքացիներ դիմում են մեր հանրապետության կլինիկաներ բարիատրիկ վիրահատության համար։ Ներկայումս մեր կլինիկայում բարիատրիկ վիրահատություն անցնող բուժառուների մոտավորապես 20-30%-ը արտերկրի քաղաքացիներ են կամ արտերկրից մեր մոտ եկած մեր հայրենակիցները։ Ճարպակալման դեմ պայքարում ամենաարդյունավետ մեթոդներից է հանդիսանում բարիատրիկ վիրահատությունները։ Սակայն ճիշտ բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ են ճիշտ նախապատրաստական հետազոտություններ իրականացնել։ Հետազոտությունները սկսվում է հիվանդի մոտ քաշի ինդեքսի որոշումից, որոշում ենք ուղեկցող հիվանդությունների առկայությունը, հատկապես շաքարային դիաբետի, սրտային պաթոլոգիաները, հորմոնալ խանգարումները, լյարդի ճարպակալումը, քնի խանգարումը եւ կատարում ենք հետեւյալ հետազոտությունները։ Արյան հետազոտություններ, ինչպես նաև շատ կարևոր է սրտի էլեկտրասրտագրությունը, էխոկարդիոգրաֆիան, մեծ դեր ունի էզոֆագո-գաստրոդոդենոսկոպիայի կատարումը նախավիրահատական, քանի որ հնարավոր է հիվանդների մոտ հայտնաբերվեն ստամոքսում էրոզիաներ, խոցեր, հելիկոբակտերի դրական առկայություն լինի եւ կատարել նախավիրահատական բուժում։ Կարևոր է նեղ մասնագետների ընդգրկվածությունը բուժման մեջ, հատկապես էնդոկրինոլոգների խորհրդատվությունը, որոնք որոշում են հորմոնալ խանգարումները եւ մետաբոլիկ խանգարումները, ինչպես նաեւ սրտաբանի, անեսթեզիոլոգի, քնի խանգարման մասնագետի առկայությունը բուժման ընթացքում։ Նախավիրահատական նախապատրաստման փուլում շատ կարևոր է, որպեսզի հիվանդները պահպանեն դիետա 2-ից 4 շաբաթ, դա ցածր կալորիականությամբ սպիտակուցային դիետան է, որը փոքրացնում է լյարդի չափերը եւ բավականին հեշտացնում է վիրահատության ընթացքը։ Այսպիսով ճարպակալման արդյունավետ բուժման բարիատրիկ վիրահատության կատարման ընթացքը ապահովում է ոչ միայն վիրահատության ժամանակ, այլ նաեւ ճիշտ նախապատրաստական փուլում։ Բարիատրիկ վիրահատության տեխնիկական ասպեկտները սկսվում են մանր հարցերից, սկսած պացիենտին վիրահատական սեղանի վրա պարկեցնելուց, դիրքավորելուց, վիրահատական սեղանին դիրք տալուց, մինչև դրենավորում, մաշկի կար, պալատ տեղափոխում, քայլել եւ այլն։ Ընդհանրապես տեխնիկական ասպեկտների մասին խոսելուց նախ պետք է խոսենք, թե ինչ տեսակի բարիատրիկ վիրահատության մասին է խոսքը։ Հիմնական երկու վիրահատությունները, որոնք ինչպես աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ունեն լայն կիրառում, դրանք ստամոքսի երկայնեկի մասնահատումն է, սլիվ գաստրեկտոմիան եւ գաստրիկ բայփասը։ Երկու վիրահատություններն էլ ունեն իրենց տեխնիկական ասպեկտները եւ մեր կլինիկայում բարիատրիկ վիրահատությունները ստանդարտացված են, բարիատրիկ վիրահատությունների քայլերը ստանդարտացված են եւ հաջորդական, որը հնարավորություն է ստեղծում առաջին հերթին կրճատել վիրահատական ժամանակը, որը շատ կարևոր է գիրություն, ճարպակալում ունեցող պացիենտների համար վիրահատական ժամանակը։ Նույնիսկ որոշակի հետազոտություններ կան, որ դա ուղիղ համեմատական է հետ վիրահատական բարդությունների։ Հաջորդ տեխնիկական ասպեկտը դա վիրահատական գործիքներն են եւ վիրահատարանի հագեցվածությունը։ Նշեմ, որ մեր կլինիկայում մենք ունենք բարիատրիկ վիրահատարաններ, որտեղ ունենք հագեցվածություն եւ վիրահատական սեղանի եւ գործիքների։ Բարիատրիկ վիրահատությունները իրականացվում են միանշանակ եւ միայն լապարասկոպիկ ճանապարհով, որը հնարավորություն է ստեղծում փոքր ինվազիայի եւ քիչ տրավմատիզացիայի արդյունքում ստանալ հետվիրահատական լավ արդյունք եւ քիչ ցավ։ Կցանկանամ նաեւ խոսել բարիատրիկ վիրահատությունների ժամանակ օգտագործվող մեկանգամյա օգտագործման կարող ապարատների մասին, որտեղ միֆերը շատ են։ Կան տարբեր արտադրանքների, տարբեր ֆիրմաների կարող ապարատներ, նշեմ, որ կարևոր է, որ կարող ապարատը լինի որակյալ, փորձված եւ կարող ապարատը գտնվի փորձառու վիրաբույժի ձեռքում։ Կլինի էլեկտրական, կլինի արհեստական ինտելեկտով հագեցված, թե կլինի մեխանիկական ապարատ, անհրաժեշտ է, որպեսզի կիրառությունը լինի ճիշտ, որակյալ ապարատի միջոցով։ Սլիվ գաստրեկտոմիայից հետո առաջացած բարդությունները կարելի է բաժանել վաղ եւ ուշ հետվիրահատական շրջանների։ Մեծ մասամբ պացիենտները հետվիրահատական երկրորդ-երրորդ օրի ընթացքում առանց որևիցե խնդրի դուրս են գրվում, վերադառնում են իրենց բնականոն կյանքին, սակայն կան բարդություններ, որի մասին հարկավոր է նշել, վաղ շրջանում դրանք մեծամասամբ դիսկոմֆորտի եւ ցավի զգացողություններն են, որոնք որ անցնում են հետվիրահատական մինչեւ 2 շաբաթների ընթացքում, սրտխառնոց փսխումը, որը վաղ շրջանում դա որպես հետվիրահատական շրջան ենք համարում, իսկ 2-3 օրից հետո մեծամասամբ կապված է լինում դիետայի խախտումների հետ կամ մեծ քանակությամբ սնունդ ընդունելու, արյունահոսությունը որպես վաղ հետվիրահատական բարդություն հիմնական դեպքերում կոնսերվատիվ դեղորայքյան բուժման
շնորհիվ կարգավորվում է, կարի անբավարարությունը, ամենաբարդ երևի թե խնդիրն է, որի հետ առնչվում է թե վիրաբույժը, թե պացիենտը, որի ժամանակ հազվադեպ բայց անհրաժեշտ է լինում կրկնակի միջամտություն, թե լապարասկոպիկ, թե էնդոսկոպիկ եղանակով։ Վերքերի ինֆեկցիումը, որը բնորոշ է ցանկացած մեդիատական շրջանին եւ տրոմբոեմբոլիկ բարդությունները, որը կանխարգելման նպատակով պացիենտը թե նախավիրատական եւ թե հետվիրատական պրոֆիլակտիկ բուժում է ստանում։ Ուշ հետվիրատական բարդություններին են պատկանում գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս հիվանդությունը, խնդիրների մեջ նաեւ կարող ենք նշել մազաթափությունը, վիտամինային եւ էլեկտրոլիտային դիսբալանսը, ջրազրկումը եւ ստենոզը։ Հարկ է նշել, որ բոլոր բարդությունները միասին կազմում են չնչին տոկոս եւ բարդությունների մասով ավելի ռիսկային են 50-ից բարձր տարիք ունեցող տղամարդիկ եւ ծխող պացիենտները։ Հետվիրատական բարդությունների կանխարգելման եւ բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է մուլտիդիսցիպլինար թիմ, որը պահանջում է էնդոկրինոլոգի, դիետոլոգի, էնդոսկոպիստի եւ վիրաբույժի առկայություն։ Նման թիմի ու նման կոլեկտիվի պարագայում նույնիսկ հազվադեպ դեպքերում առաջացած բարդությունները հնարավոր է կանխարգելել եւ պացիենտի կյանքի որակը բարելավել։ Բարիատրիկ վիրահատություններից հետո բուժառուները կորցնում են հավելյալ քաշի մինչև 70%-ը։ Քաշի կորստի դինամիկան շատ հաճախ կարող է լինել տարբեր։ Ունեցել ենք բուժառուներ 200 կիլոգրամ եւ ավելի քաշով, որոնց մոտ առկա են եղել հենաշարժական համակարգի լուրջ խնդիրներ։ Վիրահատությունից հետո նրանք անցել են սոցիալական ակտիվության։ Նրանք հիմնականում աշխատունակ տարիքի մարդիկ են եւ վերադարձել են աշխատանքի։ Երկրորդ տիպի շաքարային դիաբետով բուժառուների մոտ դիտվում է վիճակի բարելավում։ Հիվանդությունը դառնում է ավելի կառավարելի։ Շատ հաճախ դիմում են գիրությամբ եւ առաջնային կամ երկրորդային անպտղությամբ կանայք, որոնց մոտ բարիատրիկ վիրահատությունից հետո ճարպակալման նվազման շնորհիվ առաջացել է հղիություն։ Բարիատրիկ վիրահատությունների արդյունքների բարելավման եւ կայուն պահպանման համար մենք մեր բոլոր բուժառուներին խորհուրդ ենք տալիս պահպանել առողջ ապրելակերպի պարզ կանոնները, չօգտագործել կամ մինիմալին հասցնել պարզ ածխաջրատներ պարունակող սննդամթերքի օգտագործումը, պահպանել կայուն ֆիզիկական ակտիվություն, անկախ նրանից բուժառուն ունի գիրություն, կատարվել է բարիատրիկ վիրահատություն, թե ոչ։ Վիրահատությունը անցել է շատ լավ, ես շատ լավ եմ տարել վիրահատությունը, անգամ երկրորդ օրը ես արդեն ինձ լավ էի զգում, թեթևություն ես շատ զգում, առողջ ես զգում, որ դու չես տանջվում, որ անընդհատ դիետաներ ես պահում, դու սով ես զգում, բայց չես կարողանում ուտել, որտեվ դա քեզ չի կարելի։ Վիրահատությունից հետո, այո, անակնկալ իմացա իմ երկրորդ բալիկի լուրը։ Էլի սկզբից ինչ որ մտավախություն կար վիրահատությունից հետո, բայց ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո։ Խորհուրդ կտամ, որ չվախենան, կյանքը փոխեն իրենց։ Հա, ավելի լավ է։ Եթե դու ուզում ես փոխվես, ուզում ես սիրուն լինես, ուզում ես առողջ լինես, ուրեմն պետքա գնաս այդ քայլին։